Ճոխ տարի է լինելու 2026-ը Երևանի քաղաքապետարանի աշխատողների համար։ Քաղաքային բյուջեից հաջորդ տարի 1 միլիարդ 128 միլիոն դրամ կամ մոտ 3 միլիոն դոլար են հանելու պարգևավճար բաժանելու համար, հազանգում են ավականուն դիմադիր անդամները։ Մոտ 3 միլիոն դոլար կարելի է ծափահարել Տիգրան Ավինյանին։ Միայն ծափահարելով այդ լավության տակից դուրս չեն գա Տիգրան Ավինյանի ենթակայության տակ աշխատողները, նկատում է Գևորգ Ստեփանյանը։ Նա կասկած ունի, որ պարգևավճարներ շռայլելը առաջիկա խորհրդարանական ընտրություններում սիրտ շահելու, ԿՊ-ի համար քվեներ հավաքելու համար է։ Հիմա կբաժանեն այս պարգևավճարները ժողովրդին, կասեն այս անգամ էլ ժողովուրդ ջան, մի կերպ խաբում ենք ձեզ, ստում ենք, եկեք մեզ էլ ընտրեք, որ 5 տարի նորից Երևանն ու Հայաստանի Հանրապետությունը թալանենք ու ձեր հաշվին մենք լավ կյանք վայելենք։ Երկու շաբաթ առաջ կառավարության որոշմամբ 3 միլիարդ դրամ էր պետական բյուջեից հանվել Երևանի տրանսպորտի ուղևորցի դեր հավաքագրումից քաղաքային բյուջեում առաջացած ճեղքը փակելու համար։ Իսկ գուցե այդ փողով նաև այլ ճեղքեր են փակելու քաղաքապետարանում։ Հենց այս կոռուպցիոն ալանն ու թալանն է։ Այս հենց այս բացահայտումներն է։ Այս Տիգրան Ավինյանի ԿՊ-ի ու այդ կցող հանրապետության բացահայտումները թալանի, որտեղ Երևանը թալանում են սրանք աչուձա։ Հենց բացահայտում ես պատրաստ եղի ամեն ինչի։ Պատրաստ եղի քո մեքենան այրելուն, պատրաստ եղի պատժեզներում ծեծվելուն, պարկինգներում ծեծվելուն, ամեն ինչի պատրաստ եղեք ժողովուրդ ջան։ Քաղաքապետարանին դիմադիր թևում համոզված են, մոտ 3 միլիոն դոլարով կարելի էր 2 էստակադա կառուցել Երևանում, որ գոնե թեթևանային մայրաքաղաքի խայտառակ խցանումները։ Երևանի երթևեկությունը բեռնաթափելու խոստումով կարմիր գծերը 13 անգամ թանկացրեցին, բայց բան չփոխվեց քաղաքում, նկատում է Ստեփանյանը։ 2 միլիարդ 100 միլիոն դրամ են տարեկան հավաքում կարմիր գծերից, որ այդ փողի ուղիղ կեսը պարգևավճարի վատն են։ Հունվարի 1-ից սիրելի երևանցիներ, ձեզ նոր նվեր է սպասվում, ձեր բոլորի գույքահարկը թանկանալու է 100%-ով։ Քաղաքապետարանից փորձեցինք պարզաբանում ստանալ, թե հաջորդ տարվա բյուջեով պարգևավճարների համար արդյոք այդքան փող են հանելու քաղաքային բյուջեից եւ որ աշխատողներին են տալու։ Գրավոր հարցմանը միայն կարող են պատասխանել ասացին, ֆինանսական բաժնից պետք է ճշտել։ Հարցումն ուղարկել ենք, սպասում ենք պատասխանի։ Էդգար Ղուշչյան, Նորայր Շարբաթյան և Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։